Այս նախագիծը ինձ թվում է ավելի շատ վարկաբեկման միտում ունի, իբրև սրանով ուզում են ցույց տալ, որ մայրաթորը ընդունակ է նաև պաշտամունքային շինություն վաճառելու։ Սա ինքնանպատակ ինչ-որ քարոզչական երևի բացական ֆոն ստեղծելու համար իրականացվող նախագիծ է։ Այսպես է մայրաթորի փաստաբան Արա Զոհրաբյանը մեկնաբանում ԿՊԱ-կան պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է արգելել պատմամշակութային հուշարձանների, այդ թվում եկեղեցիների օտարումը առանց կառավարության համաձայնության։ Իշխանականները պնդում են մտավախություն ունեն, թե մայրաթորը կարող է վաճառել կամ նվիրել իրեն սեփականության իրավունքով պատկանող որևէ եկեղեցի, ինչը ներկա օրենքով հնարավոր է անել առանց կառավարության համաձայնության։ Բոլոր Հայաստանի քաղաքացիները, հայ մարդիկ շահագրգռված պիտի լինեն, որ մեր եկեղեցու գույքը մնա հուշարձան գույքերը, մնան եկեղեցու մոտ։ Այն հիմնավորումը, որ հնարավոր է, որ եկեղեցին որևէ սրբավայր կամ հուշարձան օտարի եւ դա է իբրև հիմնավորում ներկայացնում այդ օրինագծին, ամբողջովին անհիմն է, որովհետեւ երբևէ նման փակ գոյություն չունի, որ եկեղեցին որևէ սրբավայր կամ հուշարձան օտարել է կամ կարող է օտարի։ Եկեղեցին բոլոր մեր սրբավայրերը մեր եկեղեցիներում մեր ժողովրդի հոգեվոր կարիքների համար են միայն եւ ուրիշ նպատակի կամ ուրիշ ծառայության համար դրանք կիրառվել չեն կարող։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսային անհիմն է որակում այս նախաձեռնությունը։ Չկա մեկ օրինակ, ասում է, որ մայրաթորը որևէ եկեղեցի վաճառած լինի։ Նախագիծը ներկայացրած ԿՊԱ-կան պատգամավորը նույնպես նման նախադեպ չի նշում։ Միաժամանակ, սակայն, հայտարարում է, թե իրենց մտավախություններն արդարացված են, քանի որ եկեղեցին Գեղարդից փշրանք է նվիրել ռուս ուղղափառ եկեղեցու պետին Ալեքսի Պատրիարքին։ Որ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքին նույնպես կարող է այդպիսի վերաբերմունք լինել նաև եկեղեցիների պատմամշակութային հուշարձանների դեպքում միգուցե մեկ այլ հոգևոր առաջնորդի կամ նույն հոգևոր առաջնորդի ծննդյան առիթով մի փոքրիկ ավանդատուն նվիրեն։ Մայրաթորից հակադարձում են մասունքների նվիրատվությունը քույր եկեղեցիների միջև ընդունված գործընթաց է։ Բացի այդ, փշրանքը կոթարի միջից է դուրս բերվել, ինչը չի խաթարել Գեղարդի ամբողջականությունը, պատմական տեսքը։ Քույր եկեղեցիների միջև փոխհարաբերությունում նման նվիրատվություններ նման փոխանակումներ ընդունված է եւ նույն ռուս եկեղեցին տրամադրել է բազմաթիվ սրբերի մասունքներ, որոնք պահպանում են մայրաթորում։ Եկեղեցում որևէ մասունք կամ որևէ սրբություն, ինչ որ մեկին կամ որևէ եկեղեցուն նվիրելու համար կա հստակ ընթացակարգ, որևէ բան գաղտնի չի արվում եւ եթե նման բան արվում է, դա կատարվում է հստակ ընթացակարգով։ Արդյոք կառավարությունն այս օրենքի նախագծի ընդունմամբ փող է նախապատրաստում մեկ այլ օրենքի նախագծի համար, որով կփորձի իր տնօրինության տակ առնել նաև եկեղեցուն պատկանող ամբողջ գույքը, այդ թվում մասունքները։ Մի բան, որի մասին խոսակցություններն ակտիվացել են եկեղեցու դեմ իշխանության արշավի ֆոնին։ Կարելի է ասել, եկեղեցու շուրջ օղակը սեղմելու այս նախաձեռնությունը ազգային ժողովում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, ընդդիմությունը դեմ է քվեարկել։